Իդեպ 3 հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանում ռեկտորը դասախոսին ազատել է աշխատանքից, որովհետև ուշադրություն դասախոսի բերած օրինակը ըստ իրեն վիրավորել է ՔՊ պատգամավորի, այսպես ասած, արժանապատվությունը։ Մեկ այլ հրապարակումից էլ տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի Վարսավիրի ամուսինը նշանակվել է քրեակատարողական հիմնարկի պետ։ Իդեպ հենց այդ նույն օրը Փաշինյանը խոսում էր պետական միջոցների վատնման մասին եւ ասում էր, դե ընտանիքներում էլ է այդպես, ինչպես ընտանիքը, այնպես էլ պետությունը։ Եվ մինչ նա խոսում էր այդ մասին, պարզվեց, որ ներքին գործերի նախարարությունը պետական բյուջեի հաշվին գնել է կանանց անձնական հիգիենայի պարագաներ, կոնյակ եւ ջրերի տեսականի։ Ստացվում է, որ պետության, պետական համակարգի, պետական բյուջեի հետ ՔՊ-ն վարվում է տնավարի, անձնական ծախսեր անելով, եւ սա ընդամենը մեկ օրվա իրադարձություններն էին, եւ այսպես ամեն օր։